Եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, արդյոք ինքն է այն մարդը, որ դրանով զբաղվելու իրավունք ունի, կամ իրավունք ունի կաթողիկոս անել, նոր կաթողիկոս նշանակել։ Չէ, դա ինչ բարենորոգում է, դա անհատական ընկել է կաթողիկոսի հետևից, ընդեղ էլ ինչ բարենորոգում։ Կարող է պատերն է սարքում ինքը կաթողիկոսին հետևում, ասենք այն մյուս արքեպիսկոպոսներին էլ ձերբակալել է, ինչի համար։ Ինքը ընդհանրապես ոչ միայն ինքը, այլ ոչ մեկ իրավունք չունի խառնվի եկեղեցու գործերին։ Որ եթե Հիսուսը չլեր, քրիստոնեությունը չլեր, հայերը քիչ էին, պարսիկների հետ կմիաձուլվեին, 301 թվին էլ քրիստոնեություն չէին ընդունի, կմիաձուլվեին պարսիկների հետ, մի հայ ազգը կարող է չլիներ։ Բայց հարցեր կան, թող մեծերի հետ լուծեն այդ հարցերը, ժողովրդի վիզն են կապելից ինչ օգնենք գցի, սա աշխարհով Հայաստանով եկեղեցու հարց են լուծում։ Դա ինքը իրավունք չունի, ինքը վարչապետ է, թող ինքը ուրիշ հարցերի մասին մտածի, ոչ թե կաթողիկոսի մասին ասի, չի կարելի, ես էլ եմ ասեմ, ինքը ճիշտ ուղղության վրա չի, ինքը շատ սխալ բաներ է անում։ Իսկ մեր ժողովուրդը ներկայությամբ մեծամասնությունը չեն մտածում, որ վարչապետը տանելու է անդունդը հասցնի մարդկանց։ Դա իր, ասենք, իրավասությունների մեջ չմտնող բան է։ Իր տունը թող վերանորոգի սկզբից նոր եկեղեցի։ Ոչ, պետությունը եկեղեցու հետ գործ չունի։ Իրավունք չունի բոլորովին։ Չէ, դա միանշանակ սխալ է, որովհետև երբ որ Քրիստոսը գա, միայն ինքը կարա փոխի։ Մարդկային ուժերով, մարդկային ուղեղով դա ավետարանում գրված չի, որ դուք պետք է միջամտեք եկեղեցուն ու թե նա ինչ անի, ինչ չանի։ Չպետք է կաթողիկոսին, իր հոտին եւ այլն, այսպես պարակտում առաջացնել։ Նորից եմ խնդրում, նորից եմ իրենց ուշադրությունը գրավում այդ հարցի վրա։ Մեր ազգի ռեպուտացիայի հեղինակության հետ չպետք է խաղալ։ Կաթողիկոսային մարդն է, որ թագավորից հետո նա է երկիրը ղեկավարել, բազմաթիվ պատերազմներ հաղթանակով պսակել։ Ինքը սահմանադրական կարգախախտում, ինքը այն մարդը չի, որ խառնվի եկեղեցիականների գործին։ Եկեղեցին, մեր կրոնը պետք է մնացել է այդ մեկը։ Ինձ թվում է չէ, բոլորովին։ Ցերկվը այսօր ինքը իր ղեկավարներ ունի, իր ամեն ինչ ունի, իրակ պետք է այդ հարցերը որոշի։ Փաշինյանը իրավունք չունի։ Փաշինյանը Լենին չի, որ փագեց սաղ ցերկվները։ Հույսով եմ, որ չի փագի։ Իհարկե չէ, ես չեմ էլ կարծում, որ ինքը պետք է կաթողիկոս փոխի, որովհետև կաթողիկոսին փոխում է խորհուրդը։ Եկեղեցական խորհուրդն է դրանով զբաղվում։ Ու եկեղեցին մնում է եկեղեցի, բոլորիս կողմից սիրված, ընդունված, դարերով պահպանված եկեղեցի։